Ընկերներ, բարի լույս։ Եկել ենք այսօր ծովափնյա քաղաք ենք եկել զբոսնելու եւ որոշել ենք այստեղ ճաշենք։ Ես եմ ամուսինսը եւ մեծ աղջիկս։ Փոքրիկին ավելի քիչ ենք մեզ հետ տանում, որովհետեւ ինքը հələ չի կարողանում իրան կազմակերպի ու հանգիստ քայլի, ինքը կամ վազում է, կամ խաղում է, կամ ընկնում է, մի քիչ իր հետ հələ չենք կարողանում լեզու գտնենք, բայց երևի մի քիչ կմեծանա, արդեն ավելի հեշտ կլինի իր համարել։ Այս քաղաքը կոչվում է Viareggio, Տոսկանայում, Ֆլորենցիայից, այսպես ասեմ, 1 ժամվա ընթացքում, նույնիսկ 45 րոպեվա ընթացքում կարող եք հասնել ծովափներ, ցանկացած, այստեղ շատ հայտնի ծովափնյա քաղաքներ կան, դրանցից մեկը սա է, կոչվում է Viareggio, եթե շարունակեմ ետ, կգնամ Forte dei Marmi, Pietrasanta, այդ կողմը կգնամ, Forte dei Marmi երևի գիտեք ամենաթանկարժեք ծովափնյա քաղաքներից մեկն է ամբողջ Իտալիայում։ Ամենաթանկարժեք ծովափնյա հանգիստը գտնվում է Տոսկանայում, Forte dei Marmi-ում։ Ֆլորենցիայից գտնվում է ժամ 20 րոպե, այսինքն եթե մեքենայով գնանք, այստեղ մենք եկանք 1 ժամ մեքենայով։ Ընկերներ։ Հիմա մի քիչ կզբոսնենք։ Շատ հետաքրքիր քաղաք է, այստեղ մի քիչ գիտեք կյանքը ուրիշ տեսակ է։ Նույնիսկ հիմա, բայց ամառը իհարկե ավելի շատ, գիտեք ոնց որ ինչ լինի։ Սենց ոնց որ իրականությունից կտրված լինի, սենց ասեմ։ Այս պրոմենադն է։ Այստեղ մարդիկ սենց բոլորը սպորտով են զբաղվում, հեծանիվ են քշում, շունիկ են ման տալի, այսինքն մի քիչ գիտեք ոնց որ իրականությունից կտրված լինի այս քաղաքները, սա նույնն է Մարինա Պետրասանտան, նույնը Forte dei Marmi-ն, այստեղ ովքեր են ապրում եւ տուն գնում միայն ապահովված մարդիկ բնականաբար, այստեղ հիմնականում տներ եթե տեսնեք, մեծ մասը վարձով են, այդտեղ ապրել չեն ապրում, փակել են եթե նկատեք, ամառվա սեզոններին հիմա իրանք բոլորը կբացվեն եւ կսկսեն հանձնել Airbnb տակ, նորմալ վարձի տակ, ինչ ֆանտաններ են այստեղ ամենուր եք ընկերներ։ Հետաքրքիր է։ Հեսա կգնանք դեպի ծով, ես ձեզ ցույց կտամ նաև ծովը, տեսնենք հանգիստ է ծովը թե ոչ։ Այստեղ էլ ենք մենք գալիս հանգստանալու, ընդհանրապես այս ամբողջ ափով մենք գալիս ենք հանգստանալու։ Սիրունա, ուրախացել ես, որ եկել ես։ Հա? Դե արի գնանք հեսա քայլենք, տեսնենք ծովը ուր է։ Հեսա ինձ թվում է դեռ, հեն ես արդեն տեսնում եմ։ Դու հələ չես տեսնում, բայց ես տեսնում եմ։ Հեսա տեսնենք ստեղ բաց է։ Եթե այս հատվածը բաց է կմտնենք։ Ընկերներ, արևային է շատ, բայց մի թեթև ցուրտ կա։ Մի թեթև ցուրտ կա։ Շարունակում ենք մեր զբոսանք այս գեղեցիկ արևին։ Այսպիսի լայն հատված է արել, ամբողջ զուգահեռ գնում է ծովին։ Մի քիչ էլ ավելի առաջ գնանք կտեսնենք բոլոր խանութները բրենդային, բոլոր ռեստորանները։ Իհարկե ամառվա սեզոններին այստեղ ասեղ գցելու տեղ չկա։ Եվ այստեղ հյուրանոցները ոչ մեկը Իտալիայում մատերի վրա կարելի է հաշվել, որ հյուրանոցները ունեն իրենց սեփական լողափը, շատ քիչ են, կան, բայց քիչ են։ Մեծ մասը սեփական լողափ չունեն։ Հատկապես եթե դա այդ հարավում չի, այս հատվածներում է, լողափերը առանձին են։ Կոչվում է բանյո, ամեն բանյոն ունի իր անունը, իր համարը։ Իր անունը, իր համարը եւ դուք երբ որ նույնիսկ տուն եք վարձում կամ հյուրանոց եք վարձում, հետո դուք առանձին պետք է գնաք վճարեք ձեր նստարանների համար, ձեր զոնտիկների ամեն ինչի համար պետք է վճարեք առանձին
ու ինչքան թանկ արժեք է այդ քաղաքը ծովափնյա, այնքան գինը բարձանում է։ Օրինակ Forte dei Marmi այս տարի ռեկորդ է եղել։ 2 այդ շեզլոնգը եւ մի զոնտիկը 700 եվրոյով են վաճառել։ Այստենց ինֆորմացիաներ այստեղ միշտ թերթերում էլ եւ նորություններում գրում են։ Այս տարվա ամենաթանկ արժեք վայրը եղել է այնտեղ։ Դե սպասելի է այնտեղ։ Այնտեղ ամենաէժանը լինում է 250 եվրո։ Այնպես որ գներ այդպեսին են։ Այստեղ այս հատվածում դուք կգտնեք 20-ից 25-ից մինչև 100, ասենց ասեմ։ Էդ էլ կախված առաջի գիծ կլինի ձեր շեզլոնգը, երկրորդ գիծ կլինի, որ գիծ կլինի, որ մի, այսպես տեսեք, այս ամեն մեկը մի ոնց որ մի բանյո է, կոչվում է բանյո, այստեղ ծովափերը կոչվում են բանյո։ Ամեն մեկն ունի իր արժեքը, դուք պետք է նախորդ զանգեք, պատվիրեք, որտեվ սեզոնին արդեն չի լինում տեղեր։ Եթե դուք գաք հասնեք ստեղ, կարող չգտնեք։ Բացի շեզլոնգներից եւ զոնտիկից, այստեղ կարող եք նաեւ պատվիրել այսենց հանդերձարան, ինչ ասեմ ձեզ, մի մետրի, սենց տունիկներ են, ամեն մեկը մի դռնով, մութ, ոչ պատոհան ունի, ոչ մի բան, սենց իրար հետևից կպած գնում են, դա էլ կարող եք պատվիրել, դա էլ առանձին եք վճարում դրա համար։ Այսպես է այստեղ հանգիստը, մի քիչ հարմարություն սիրող մարդկանց համար այդքան էլ հարմար չի, սենց ասեմ ձեզ։ Եթե սովոր եք all inclusive հյուրանոցներ գնալ, որտեղ սրբիչը ձեզ կտան, ձեր հյուրանոցը կպած է ափին, փողոց չեք անցնում, ոչ միտեղ չեք, որտեղ ստեղ եթե նայեք, այ հյուրանոցները կլինեն այնտեղ, փողոց է բաժանում, հետո նոր կլինի ծովափի հատվածը, կլինեն ռեստորաններ, հետո կլինեն ծովափները։ Իտալիայում հիմնականում բոլորը այսպես են արված։ Ռիմինին էլ այդպես, բոլորը այդպես են։ Հյուրանոցներ կան եզակի, որ ունենում են իրենց սեփական լողափը անմիջապես հյուրանոցի դիմաց, բայց այդքան շատ չեն։ Նայեք ոչի են շենքերը։ Այստեղ ամեն մեկը մի ռեստորանը, բոլոր այդ բանյոները ունեն իրենց ռեստորանը, հետո գալիս այդ հանդեցարանի հատվածը, հետո գալիս են շեզլոնգները, հետո ծովը։ Վճարումը կատարում եք այս մուտքի մոտ եւ գնում եք ներս։ Մի քիչ հարմար չի, որ եթե ինչ-որ բան ես մոռացի հյուրանոցում կան տանը, ամեն անգամ պետք է անցնես փողոց, գնաս տուն, հետ գաս։ Ես մի քիչ այդքան էլ չեմ սիրում, մեր մեջ ասած։ Ինձ օրինակ եթե ընտրեմ, ես կընտրեմ նույն Եգիպտոսի all inclusive հյուրանոցները, որտեղ դու ամեն ինչից կտրվում ես, ոչ մի բանի մասին չես մտածում, գնում ես ամբողջությամբ հանգստանալու։ Նայեք ինչ հետաքրքիր է այստեղ շենքերը։ Այսպիսին է ընկերներ։ Իտալիայում հանգիստը մեծամասամբ այսպիսին է։ Քաղաքային է, ասենց ասեմ։ Հետո ռեստորանի համար դուք պետք է գնաք, փոխվեք, գնաք ռեստորան, ուտեք կոնկրետ ժամերին, բնականաբար 12-ից 3-ը, 7-ից 11-ը։ Նես չի որ all inclusive ինչ երբ ուզեք դրված է, կարող եք գնալ ուտել, ցավոք, տենց բաներ այդտեղ չկա։ Կամ ոչ ցավոք, չգիտեմ։ Այսպես է ընկերներ։ Ինչ հանգիստ է ծովը, մարդիկ զբոսնում են շունիկների հետ, ուղղակի զբոսնում են, վազում են շուրջը։ Նայեք։ Ինչ սիրուն կապույտ է։ Լողափը ամբողջությամբ այսենց ավազա այստեղ ու բավականին մեծ լողափեր են։ Այստեղ մի 10 շարք տեղավորում են շեզլոնգներն ու զոնտիկները ժողովուրդ։ Բայց գեղեցիկ ծովա, բավականին մաքուր, կապույտ դրոշ ունի։ Ընկերներ եկել ենք ռեստորան, վերջապես մեկը գտանք, հասցրեցինք, որովհետև այստեղ ռեստորանները աշխատում են Իտալիայում ժամը 12-ից մինչև ժամը 3-ը։ Հասցրեցիր կերար, չհասցրեցիր, ուրեմն պետք է գնաս, գտնես ինչ-որ մի հատ փոքրիկ տեղ, որ դե կուտես պանինո կամ մի կտոր պիցա, այդպես։ Եթե նորմալ ռեստորան ես ուզում, իրանք կլինեն փակ,
Պատվիրեցինք, հիմա սպասում ենք մինչև գան, վերցրել ենք ջուր, ասենց հաց են բերում, սա անվճար, ասենց ասեմ հացը, հիմա սպասում ենք տեսնենք ինչ են մեզ բերում, որտեղ արդեն ժամը 2-ն է, մենք դեռ ոչինչ չենք կերի այսօր ընկերներ ջան, հույսով եմ մեզ մեր ուտելիքն է, ինչ-որ բան բերում են, գրացի, այո, էսիններ, ամուսինս ուտում է նյոգի, աստիճ է, չգիտեմ ոնց թարգմանեմ աստիճեն, երևի չգիտեմ ոնց թարգմանեմ, հետո կհիշեմ կդնեմ ձեզ էկրանին, ես վերցրել եմ պակերի այս պաստայի տեսակը, պակերի կոնկոց է, սա միդիա է, սա պակերի տեսակի պաստան է և լոլիկ ընկերներ, այնպես որ մեզ բարյախորժակ, ցույց կտամ հետո էլ ինչ ենք պատվիրել, որտեղ մի քանի բան ենք պատվիրել, աղջկաս համար պատվիրեցինք հնդկահավի կրծքամիս և բնականաբար ֆրի կարտոֆիլ ընկերներ ջան, սա իմ երկրորդ ուտեստն է, այստեղ սենց հացիկ է, խրխրթան, այստեղ ինձ մոտ սեպիա է, ասմինոգ է, ութոտնուկ հա հայերեն, միդիա և վոնգոլ են չգիտեմ հայերեն շողովուրդ ջան, ամբողջ այսենց սոուսի մեջ, հա, կոչվում է զուպպա դի մարե, այսպես է մատուցվում, ամուսինս պատվիրել է կալմարներ, եթե չեմ սխալվում գրիլի վրա, սալատի հետ, այսպես ընկերներ։ Վերջում հյուրասիրեցին այսպիսի սորբետո դի լիմոն է, լիմոնի սորբետ, հա, երևի, շատ համով ասեմ ձեզ, հետաքրքիր է նույնիսկ փորձել տունը պատրաստել այսպիսի բան, ընկերներ ջան։